ել ավելին ասեմ, ովքեր Facebook-ով են դիտում, ես հիմա կադրով էլ կմիանամ, ընկերներ, ողջույն, օլաներ, Tower Building-ը պատուանից բացվող տեսարանով, դե ինչ, այո, աշխարհ կտրի, բայց հասի Դուբայ, ասում էին, սովորաբար Երևանից այդ թռիչքը տևում է, տևել էր տարիներ շարունակ, 3 ժամ, 2 ժամ 50 րոպե, ընկերներ մոտ 5 ժամ, ամբողջ Թուրքիա, Արևմտյան Հայաստան ասեմ, Վանա լճով, Սիրիայի անապատներով, Իրաքի Էլբիր քաղաքով, Սաուդյան Արաբիայի Մեքքաներով ու Մեդինաներով, Օմանի ծոցով եւ մնացած բոլոր հանգրվաններով եկանք այս քաղաքը, որը Երևանից էլի եմ ասում, ամենաշատը 3 ժամ էր հեռավորության վրա։ Ինչ ասել է գլոբալ անվտանգություն, ինչ ասել է պատերազմական իրավիճակ եւ հուսամ այսօր, որ այդ համաձայնագիրը կնքեցին Իրան, Միացյալ Նահանգներ, հուսամ այս վիճակը կանոնավորվի եւ մարդիկ սա ինչ որ զբոսանքի ժամի բան չէ, տեսնում եք գները դիզ վառելիք լինի, բենզին լինի, ավիո վառելիք լինի, կերոսին լինի, տեսնում եք ուր են հասել եւ ինչ աստղաբաշխական վիճակները, դրա համար այստեղ լինելով դեռ շատ բան չեմ կարողացել համեմատել, որովհետեւ ասում եմ բառացիորեն մի 45 րոպե առաջ եմ եկել։ Դրա համար վաղը շաբաթ, Կիրակի, ինձ տվեք ժամանակ, ուսումնասիրել լիքը բան ունեմ ձեզ պատմելու, մեր հանդիպումները կայանան ձևաչափը ոնց կա նույն ձև, ասեմ ավելին, Արմինեն եւս մեզ ժամանակ առ ժամանակ կմիանա, այնպես որ ասես համառոտ որպես առաջին օր, հա, օդանավականից մի անգամից որպես եկած, մի քանի դրվագներով ձեզ այդ անպայման կկիսվեմ։ Հոդվածը, որը առանձնացրել է այսօր ձեզ ներկայացնելու համար հարգելի բարեկամներ, անկախ տեղից, Հական Ֆիդանի պայմանների մասին է, գիտեք, որ Թուրքիայի արտգործնախարարը բավականին ծավալուն, այսպես ելույթ ունեցավ, որի առանցքում Հայն ու Հայաստանն էր, ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, մի ձեռով եղում էր, մի ձեռով դեղում էր, դե թուրքական դիվանագիտության առանձնահատկություններից մեկն էլ դա է, Հական Ֆիդանի պայմանները եւ Ալիևի մեղադրանքները, ինչ է իրականում տեղի ունենում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացներում, արդարության համար պետք է ասեմ, որ 3 մինչ օդանավական գալը, մինչեւ այդ ամեն ինչը դիտում էի հայկական որոշ սփռում ունեցող հերոստալիկների անդրադարձը Ալիևի հայտարարությունների շուրջ, իհարկե հասկանում եմ թշնամական կողմի մեկնաբանությունը, այսպես բերել եթեր դարձնել, առաջին հայացքից կարող է թուրքական ադրբեջանական նարատիվների պրոպագանդա դիտարկվել, բայց ես քանի որ առողջ մտքի եւ առողջ լրատվության կողմնակիցն եմ, պետք է ասեմ հետեւյալը, որ ճնշող մեծամասնությունը լրատվականների վերցնում էին միայն այն հատվածը, որտեղ Ալիևը սպառնում է, ասում է, որ հայերը էսեն իր հիվանդագին երևակայությամբ լիքը վատ բաներ է ասում, բայց դրանից հետո շատ կարևոր դիտարկում է անում, որ ոչ մի ընդդիմադիր մեդիա չտվեց։ Ալիևը բառացիորեն ասում է պատերազմը ավարտված է, մենք մեր վրեժը արդեն լուծել ենք, եկել է խաղաղության ժամանակը, եկել է Հարավային Կովկասում նոր էջ բացելու ժամանակը, դա ոչ ոք չասեց, բայց որ ասեց, որ հայերը մեզ իբր ցեղասպանության են ենթարկել ու լիքը ագրեսիաներ, հիմա ես չեմ ուզում իր բառերը, հա, մեղադրանքները հայ բերեմ եթեր, լիքը վատ բան ասել է, ինչ խոսք, չի կարելի մենակ այդ հատվածը տալ։ Եթե առողջ լրատվության մասնենք մենք խոսում, մանավանդ թշնամու, մանավանդ դու գիտեք, որ ամեն մի բառից ինչպիսի կրքեր են մեզ մոտ լինում, ամեն մի բառից մեզ մոտ դիմություն, ընդդիմություն դուրս է գալի ոտի, դուք ժողովրդյան մեդիայի աշխատողներ, դուք հասկանում եք, դուք ոչրագործություն եք անում, դուք պոտենցիալ ձեր այդ քննարկումներով եւ բանով դուք արագ ուղակի մեծ հույզեր արտնասնեք, որը շատ տխուր տեղեր կարա տանի, բայց այսօր դրա մասին չեմ ներկայացնում եմ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի վերջին հայտարարությունը, թե Անկարան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, եթե անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Առաջին հայացքից այս ամենը իհարկե կարող է դրական ազդակ լինել, սակայն նույն ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահ Իլհամ
Ալիևը կրկին հանդես է գալիս Հայաստանի հասցեին կոշտ մեղադրանքներով եւ պատմական իրադարձությունների խիստ միակողմանի մեկնաբանություններով։ Այս երկու հայտարարությունները միասին դիտարկելիս իրոք պարզ է դառնում, որ տարածաշրջանային գործընթացներում Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են գործել համակարգված քաղաքականությամբ, այդտեղ չենք զարմանում, բնավ չենք զարմանում, տասնամյակներով նույնն ա եղել, եւ ես որպես հայ մարդ կասեմ հետեւյալը, ես նախանձագին այսպես ձևով եմ հետևում, որովհետև մեկին չունենք ում կարելի է ապավինել, որպես մարդ, որպես երկիր, որպես ժողովուրդ, որպես մի ուժ չունենք, որ կարողանանք իրոք ապավինել, նայում ես թուրք-ադրբեջանական, այնի հլը մի բան չասած Բաքվից մյուսը արդեն թելը թելում է, ընդեղից Անկարայից մի բան հոխորտան, էսի ստեղից է գոռում, նախանձելի բան է, գրողը տանի, դաշնակիցը տենց բան է, բայց դա ուրիշ պատմություն է, այդ ուրիշ պատմություն է։ Հական Ֆիդանը փաստացի ընդունում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջին տարիներին կարևոր քայլեր է կատարել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Իրականում Հայաստանը համաձայնել է բացել երկխոսության ուղիները, մասնակցել հատուկ ներկայացուցիչների բանակցություններին, մի շարք այցելություններ եղան դրա շուրջ եւս մենք խոսել ենք, հիշում եք, այցելություններ եղան, գնացին Թուրքիա, նրանք եկան, եւ դա այսպես ինչ որ դրական մթնոլորտ է կարծես ստեղծում։ Իրականում Հայաստանը իրոք նորից կրկնվեմ, համաձայնել է բացել երկխոսության ուղիները, մասնակցել ներկայացուցիչների բանակցություններին, ինչպես նաև առաջ քաշել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման գաղափարները եւ մի կարևոր կետի էլ եւս փորձել ենք հասնել, որ այդ ամենը կատարվում է երկրների սուվերենության եւ սեփական տարածքային ամբողջականությունը հարգելու, ինքնիշխանությունը հարգելու ձևաչափով։ Սակայն թուրքական կողմը շարունակում է օգտագործել անհրաժեշտ պայմաններ ձևակերպումը, ես ճակերտների մեջ եմ վերցնում, Ֆիդանը բառացիորեն ասած, պետք է հայերը կատարեն անհրաժեշտ պայմանները։ Այ քեզ բան, առանց հստակեցնելու, թե դրանք ինչ են, այդ անհրաժեշտ պայմանները ո՞րն է։ Երբ որ սովորաբար բանակցություն է տեղի ունենում, դու ասում ես, այս կետերը պետք է իրականացնենք, մենք այս մի խոսքով sense կանենք եւ կլինի, բայց երբ որ դու վերացական անհրաժեշտ պայմաններ ձևակերպումն ես օգտագործում, առանց հստակեցնելու, թե դրանք ինչ են, այստեղ կարող է խաբկանք առաջանալ։ Գործնականում Անկարայի քաղաքականությունը վերջին տարիներին իրոք ցույց է տվել, որ հայ-թուրքական կարգավորումը շարունակում է կապվել հայ-ադրբեջանական գործընթացի հետ, այսինքն Թուրքիան չի իրականացնում հարաբերությունների լիարժեք կարգավորում անկախ Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ մինչև բանակցությունների վերջնական արդյունքները չլինեն եւ շարունակում է այդ պնդումները անել։ Թեպետ արդարության համար պետք է ասենք, որ դեռևս 2021-2022 թվականին պետականորեն պաշտոնապես հայտարարված էր, որ հայ-թուրքական երկխոսությունը պետք է ընթանա առանց որևէ նախապայմանի։ Սակայն այժմ իրոք ակնհայտ է դառնում, որ Անկարան փաստացի պահպանում է նախապայմանները, այդ մոտեցումները, այն պարզապես ներկայացնում է այլ բառերով, բայց իրականում դա նախապայման է։ Եթե պայման կար եւ դա Ժնևում եւ այլ հարթակներում քննարկվել է, ասել են, որ առանց նախապայմանների է լինում, մանավանդ արդեն պատերազմը 20 թիվը արդեն անցյալում էր, արդեն դե զարգացումներ եղան, Հայաստանը չէ բառը չասեց, որքան էլ դա ցավալի լինի, բայց այդպես է։ Էլի նախապայման առաջ քաշել դա բավականին այսպես տխուր է, կարճ ասած։ Ինչ վերաբերում է այն ֆորումին, որ տեղի ունեցավ այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի մասին, մամուլը էլի ողողված է այդ հոդվածներով, բայց պիտի անպայման նշենք, թե ինչ ձևաչափով է դա տեղի ունենում այդ ֆորումը։ Այդ ֆորումը տեղի է ունենում, այո, Ադրբեջանի նախագահի ֆինանսավորմամբ այդ հավաքները տեղի ունենում, եւ այդ հավաքների հիմնական նպատակը նաեւ միջազգային ուշադրություն գրավելն է եւ հույզեր արթնացնելն է Հայաստանում։ Ես էլ հիմա կարամ ամեն մի կետը բռնեմ հերթով, ասեմ ինչ են քննարկել, հայերին ինչ մեղադրանքներ են ասել, բայց ես այն լրատվության կողմնակիցն եմ, որ ադրբեջանական նարատիվներ չբերենք ու չդնենք մեր առօրյայում, որ մեր ժողովուրդը, հիշում եք, մի քանի օր առաջ խորհրդարանական ընտրությունների ամբողջ բանավեճը Ադրբեջանի նախագահի ասուլիսն էր ինձ հիշացնում։ Ալիևը ասեց էս, բայց ինքը ասում էր այն, ոչ մի ապագա, ոչ մի դպրոց ու կրթություն, ոչ մի բանակ ու զինվոր, ոչ մի հիվանդանոց ու թոշակառու, ոչ մի ապագա գոյություն չուներ այդ բանակցություններում։ Դրա համար եմ ասում, մենք պիտի կարողանանք այս խայծը կուլ չտալ,
Այս ամեն ինչը արվում է մեր սուվերենությունը, մեր երկրի ներքին անդորը քայքայելու համար։ Եվ մենք ասելով մեծ մասը մեդիայի այդ ամեն ինչը վերցնում է սարքում է դրոշակ եւ դարձնում է mainstream, ինչպես ասում են Ամերիկայում, mainstream։ Մի արեք Ժորժ ջան այդ բաները, ասեմ ավելին, ինչի է տենց։ Այդ ամեն ինչը տենց է, որովհետեւ մի քանի օր առաջ կամ գուցե շաբաթ առաջ, հիմա ժամկետից վերջերս, բոլորովին վերջերս, նույն մեր հարգելի Լոս Անջելեսի համայնքում մեր սիրելի հայրենակիցների, այսպես ասած, նիստ տեղի ունեցավ, որը կոչվում էր Արևմտյան Հայաստանի վարչապետի նիստ, Արևմտյան Հայաստանի կառավարության նիստ, ընտրեցին առաջնորդներ։ Չեք կարծում որ դա բան է, հայելային ձևաչափ է։ Ես հավասարություն չեմ դնում, էլի ճիշտ հասկացեք։ Ես հավասարություն չեմ դնում Հայաստանի այս գործողությունների կամ Սփյուռքի եւ Ադրբեջանի այդ գործողությունների։ Իհարկե չեմ կարող, ուզենամ չեմ կարող հավասար դնեմ, բայց ես վստահ եմ, որ այդ ամեն ինչը արվում է հենց այս զուգակցմամբ։ Դուք անում եք, էն էլ անում, դուք ասում եք, էս էն էլ անում, ու այդպես շարունակվելու է։ Հիմա ով է այն խելոքը, ով կարող է բանաձև առաջարկել այդ ամեն ինչից ետ կանգնելու համար, չգիտեմ։ Բայց հուսամ կկարողանանք գտնել այսպես մի օպտիմալ ձևաչափ հարցին լուծում տալու համար եւ մինչ Թուրքիան խոսում է կարգավորման պատրաստակամության մասին, Ադրբեջանի նախագահը էլի վերջերս դիմում է իր հռետորաբանությանը, նա ելույթ է ունենում եւ առանձնացնում է մի քանի կեղծ թեզեր, առաջինը, որ Հայաստանը ներկայացվում է որպես միակ պատասխանատու կողմ տարածաշրջանի հակամարտության համար։ Դա միջազգային լրատվականների արչև ասել, տարբեր հարթակներում է դրա մասին խոսել։ Երկրորդը, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի փակմանը այդքան ուզում էր հասնել Ալիևը եւ մեծ հաշվով հասավ, այդ Մինսկի խումբը ինքը ներկայացնում էր որպես չգործող կառույց, այդ խումբը մեղադրվում էր Ադրբեջանին վնասելու եւ ստատուս քվոն պահպանելու համար, ինչը վնաս էր իր տեսանկյունից։ Հաջորդը, լսելով էլի ելույթները, հայկական կողմին վերագրվում են պատերազմական եւ հումանիտար գրեթե բոլոր հանցագործությունները, ինչը իհարկե աբսուրդային է, եւ Ադրբեջանը ներկայացվում է որպես խաղաղության ջատագովը եւ մարտիկը։ Իմ կարծիքով ամենահաջողված կետը, որ կարողացան հասնել, դա իրանց մեդիայով, իրանց հսկայական ֆինանսավորմամբ, CNN-ը ընկերներ չմոռանաք, BBC-ն չմոռանաք, ինչպիսի հակահայկական ռեպորտաժներ էր տալիս, ոչ թե իր ցանկությամբ։ Մեդիայա միլիոնները վճարում էին, ինքը այդ ամեն ինչը ցույց էր տալի, հակահայկական, հակապետական, եւ Ադրբեջանը այն մարդիկ, ովքեր ոչ մեր տեղը գիտեն, ոչ մեր ձևը գիտեն, ոչ մեր մասին լսել են, արա ասում են, մի րոպե, ինչ հաղթել է, այս ինչ խաղաղության աղավնի է մի հատ եւ այլն, հասկանում եք, այ դա կարողացան իրանք անել, իսկ մենք ունենալով այսքան հսկայական մեդիա ռեսուրսներ, ասեմ, բոլոր կայացած երկրներում այսքան հզոր հայեր ունենալով հանդերձ չկարողացանք։ Ինչի իմ աչքի տեսածն եմ ասում։ Իմ աչքի տեսածն եմ ասում։ Ես դա երբեք չեմ մոռանալ, եթերում միշտ ասել եմ։ Երբ որ այդ չարաբաստիկ պատերազմը եղավ Հոլիվուդում Sunset-ի վրա, երբ որ մեր ժողովուրդը հուզմունքից դրթված, այս ինչա կատարվում, դուրս եկավ փողոց, գնացինք CNN հեռուստաընկերության դիմացույցի, ես ընդեղ եմ եղել, իմ աչքի տեսածն եմ ասում։ Երբ որ մենք էլ TV կամերաներով բանով գնացինք, սկսեցինք լուսաբանել ցույցը, որովհետև հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց։ Ում հարցրեցինք ձեր պահանջը, հստակ նպատակ չկար, ինչ պահանջ ենք ներկայացնում։ Իսկ երբ որ չկա գեներացված հստակ պահանջ, ինչն է ցույցի նպատակը, ինչն է, այդտեղ բնականաբար պարտություն է լինելու։ Մինչև ռազմի դաշտը, մինչև այդ ամեն ինչը։ Մենք փաստորեն ինչ եզրակացության ենք այս 15 տարի ապրելով, որ ընդհանուր այսպես պահանջատիրության այդ պայքար կոչվածը չուներ վերջնական հստակ եզրույթ։ Ես կոնֆերանսների էի մասնակցում Փասադենայում, ասում էին Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Ուրիշ կոնֆերանսի էի մասնակցում, ասում էին Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը դրանք երկու հայկական պետություններ են, որոնք կայացած երկու անկախ պետություններ են։ Okay, ռոմինգով էինք խոսում, այնտեղ ուրիշ ձևաչափով էր լինում։ Ուրիշ կոնֆերանսի էի մասնակցում, ասենք, չգիտեմ, Հունգարիա էին գնում կամ եվրոպական մեկ այլ երկիր էին գնում, ասում էին Արցախը Հայաստանի մարզ է։ Okay, մի հատ ուրիշ քննարկման էին գնում, ասում դեռ որոշված չի, ինչ փուլում պիտի լինի, ապագայում կհասկանանք, գուցե եւ ինչ որ ինքնաճանաչում, ինքնորոշումը միջազգայինորեն ճանաչվի, բան լինի, ինչ որ sense բաներ։ Էլի որոշ
ավելի ուրիշ հայացքներ ունեցող մարդիկ ասում են, չէ, ինքը ոնց որ Ջավախքն է Վրաստանի կազմում հայկական շրջան է, բայց Վրաստանի տարածք է, նենց էլ Ղարաբաղը կլինի հայկական շրջան, միջազգային երաշխիքներով հայկականությունը պահպանվի, բայց Ադրբեջանի տարածքում լինի։ 5-6 բան, դե գնա հիմա պայքարի, դա ինչի համար է պայքարելու։ Դրա համար այն ինչ ես տեսել եմ, զգացել եմ, եկել եմ եզրակացության, ինձ ոչ մեկ ոչ մի ուրիշ բանում չի համոզի, չի հավաստիացնի, բայց այդ իմ անձնական հարցն է, ես չեմ պարտադրում։ Ուրեմն կասկածից վեր է, որ այն թեզերը, որոնք առաջ է քաշում Ադրբեջանը եւ որին մենք ականատես ենք լինում, ունի ներքաղաքական հստակ նպատակներ։ Հաղթանակի այդ նարատիվը, որը անպագորգոր ձևով ներկայացնում է Ալիևը, դարձել է Ադրբեջանի իշխանությունների լեգիտիմության կարևոր բաղադրիչներից մեկը։ Հետևաբար, իշխանությունները մշտապես ուրեմն վերարտադրում են պատերազմի եւ պատմական արդարության վերականգնման թեմաները, այդպիսով արդարացնելով իրենց այն ոճրագործությունները, որոնք իրականացրել են ռազմի դաշտում։ Իդեպ ասենք, որ Եվրոպայի դատարանը այսօր էր թե 3 էր, որ 90 միլիոն, չէ, ինչա 90,000 3 գլխատած զինվորի փոխհատուցում ծնողների 90,000 եվրոյի չափով փոխհատուցում պիտի տրամադրի, իհարկե չգիտեմ ոնց է դա աշխատելու, բայց Ադրբեջանի այդ հանցանքները, որ արեց, ու էլի շատ էր, մի դեպքով բան, բայց գոնե փառք ու պատիվ, որ հաղթանակ տարան հայկական կողմը, հաղթանակ տարավ եւ գլխատման փաստով պիտի փոխհատուցում լինի։ Հայաստանի նկատմամբ շարունակվող մեղադրանքները օգտագործվում են որպես լրացուցիչ ճնշման գործիք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում եւ ամեն անգամ այս հարցերը բարձրաձայնելով իրոք ճնշումը գործադրվում։ Ավելին էլի վերադառնալով մեր հաղորդման առաջին հատվածի քննարկմանը, մեր ամբողջ ներքաղաքական, նախընտրական, հետընտրական, ընդդիմության բոլոր թեզերը կապված են այս ասույթների հետ։ Այդ եմ ասում, դու ուրիշ հերոսի անուն չգիտես, այդ նույն տրամաբանության մեջ է, ոչ մի քայլ, ոչ այս կողմ, ոչ այն կողմ։ Ադրբեջանը ձգտում է ամրագրել իր հաղթողի կարգավիճակը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ու պատմական հարթություններում, միլիոնավոր դոլարներ ծախսելով տպագրության վրա, ֆինանսավորելով տարբեր հրատարակչություններ, ովքեր ինչ են անում, տպում են իրենց իսկ օրինացին թեզերը, դասագրքեր են գիտական ճակերտավոր գրքեր են հրապարակում եւ տալիս են գրադարանների եւ այլն եւ այն ուսանողները, ովքեր այս կամ այն սովորում են, հնարավոր է օգտվում են այդ աղբյուրներից եւ իրանց մոտ ձևավորում այդ թեզերը, որ իրանք այսպեսին էին, մենք այսպեսին էինք, կամ ընդհանրապես իրանք կային միշտ, իսկ մենք ընդհանրապես չկանք։ Ինչպես ես վերջերս մի հատ հիվանդագին հոդված էի կարդացել, էլի ադրբեջանական այդ բաներն են ֆինանսավորում, հայերը հնդիկներ են ասում, Հնդկաստանի ինչ որ ցեղ ենք, պատկերացնում ես, այսինքն լրիվ հիվանդագին անորմալ շիզոֆրենիայի ինչ որ մի բան։ Բայց գիտես ինչ սուտը եթե բարձր է լինում եւ անդադար, վաղ թե ուշ հավատալու են դրան։ Ինչևէ, Հայաստանը իհարկե մարտահրավերներ ունի այս առումով, այս իրավիճակում Հայաստանի հիմնական մարտահրավերները մնում են խաղաղության գործընթացի այս պրոդուկտները, որով ամեն ձև Հայաստանը փորձում է առաջ գնալ, եթե թողեն ներքին ուժերը եւս, եւ այն, որ միջազգային մայրաքաղաքում Վաշինգտոնում կարողացանք մենք այս ամբողջ մղձավանջներից հետո հասնել այն կետին, որ մեր ինքնիշխանության, մեր տարածքային ամբողջականության հարցը ամրագրվեց փաստաթղթի մեջ եւ ստորագրվեց, դա կարծում եմ մեծագույն ձեռքբերումներից մեկն է։ Բայց իհարկե տեսնում եք, դեռ պայքարը շարունակվում է, դեռ լուրջ շատ անելիքներ կան։ Ֆիդանի եւ Ալիևի վերջին հայտարարությունները բարեկամներ ցույց են տալիս եւ ցույց են տվել արդեն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են գործել ընդհանուր ռազմավարության շրջանակներում։ Թուրքիան խոսում է կարգավորման պատրաստակամության մասին հարաբերությունների, սակայն այն բացեիբաց կապում է այսպես կոչված չհստակեցված պայմանների հետ։ Իսկ Ադրբեջանը շարունակում է օգտագործել պատմական մեղադրանքներն ու քաղաքական ճնշումների լեզուն, տակն ու վրա անելով մեր ներքաղաքական իրականությունը։ Հայկական տեսանկյունից սա նշանակում է, որ խաղաղության գործընթացը դեռևս գտնվում է բարդ եւ իրոք հակասական փուլում։ Իրական եւ կայուն խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ կողմերը իրոք հրաժարվեն պատմության քաղաքականացված օգտագործումից որպես զենք,
ճանաչեն միմյանց անվտանգության մարտահրավերները, կառուցեն հարաբերությունները դրա վրա, հիմնված հավասարության, ինքնիշխանության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա, որովհետեւ, ինչպես քանիցս ասել եմ դրա մասին, եթե հետադարձ հայացք նետենք պատմության մեջ, ապա այդ հայացքը կարող է պայթեցնել տարածաշրջանը եւ ոչ միայն պայթեցնել, այլև այն վերածել շատ ավելի մեծ պայթյունի, համաշխարհային պայթյունի։ Բացատրեմ ու այսքանով երևի այսօր եզրափակվեմ, որովհետև նոր եմ եկել մի քիչ անգամ եթերաժամը մի քիչ վերանայենք, հա, որովհետև երբ որ պատմությունը դիտարկում ենք, մենք կայինք, էնի չկար, մյուսը կար, երբ որ մենք էս էինք, մյուսը էսպիսիններ եւ այլն, տարածաշրջանում առնվազն մի քանի պետություն, հատկապես Պարսկաստանը, կարա սկսի ասել՝ մի րոպե, կներեք, երբ որ ես էի, մնացածը ուր էին։ Կարա սկսի խոսել Հունաստանը, կներեք, մի րոպե, ես էի, մնացածը ուր էին։ Կարա խոսի Իտալիան, երբ որ ես Հռոմն էի եւ մյուսն էի, մնացածները ուր էին։ Կարա խոսի Եգիպտոսը, երբ որ ես էի, մնացած ու այսպես շարունակ ու քան, որովհետեւ չկա մի պետություն, չեք կարա հիմա ինձ ասեք, մի պետություն կապ չունի ես քանա թե հսկայական, որտեղ չլինեն այդ այս գիծը ստեղով էր անցնում, են սահմանն էս պիտի գնար, երեկենի էր, մյուս օր։ Դա պատմության ընթացն է։ Մանավանդ պետությունը, եթե հազարամյակների ժողովուրդը հազարամյակների ճանապարհ է անցել, բնականաբար այդ մտահոգիչ պրոցեսները շատ ավելի ակնառու են դառնում, շատ ավելի ակնառու։ Դրա համար, ինչպես ամեն հաղորդման վերջում ասում եմ, դուք մտածեք այդ ուղղությամբ, ես էլի կդամ մյուս գործերից, հարգելի բարեկամներ, նոր եմ եկել, բառացիորեն մի երևի ժամուկ ես արդեն կլինի առաջ,